Մարդկության կողմից հայտնաբերված տարրերից մեկն էլ ֆոսֆորն է։ Ալքիմիկոսներից Հենինգ Բրանդը առաջինն էր, որ 1669 թվականին ստացավ այդ լուսատու տարրը։ Ֆոսֆորը քիմիապես ամենահետաքրքիր նյութերից մեկն է, պարունակվում է մարդկանց ու կենդանիների ուղեղում, մկաններում, ոսկորների մեջ, օգտագործում են կոկա-կոլա, լվացող միջոցների տարբեր տեսակներ ստանալու համար։ Ֆոսֆորի միացությունները պարարտանյութեր են ֆերմերային մշակաբույսերի համար։ Խթանում են բույսերի աճն ու բերքատվությունը։ Այն հանդիսանում է նաև արգելված զինատեսակ սպիտակ ֆոսֆոր, կան նաև կարմիր, սև և մանուշակագույն ֆոսֆորներ։ Իսկ դուք գիտե՞ք, որ ճահիճներում և շատ ոսկորներ պարունակող հողատարածքներում գիշերը առկայծող կրակները ևս ֆոսֆորի այրվող մասնիկներ են, որոնք միշտ վախ են ներշնչել գիտական գիտելիքներ չունեցող մարդկանց, իսկ միջնադարյան կեղծ ծեսերում ենթականերին հնազանդության մեջ պահելու նպատակով այրվող նյութերի վրա լցնում էին ծծմպացխացնի մեջ լուծված սպիտակ ֆոսֆոր, որը որոշ ժամանակ հետո ինքնաբոցավառվում էր, և մարդիկ հավատում էին անբացատրելի այդ հրաշքին։ Այնինչ, մեր ժամանակների դպրոցականը հեշտությամբ կարող է նկարագրել այդ քիմիական երևույթը։ Ֆոսֆորը հանդիսանում է կյանքի ու մտքի տարր։ Եթե այն չառաջանար տիեզերքում, երկրի վրա կյանքը չէր կարող գոյություն ունենալ։